Իրոք պաշտպանության կողմը չափազանց շատ կարևորում է տեսուչների արձակագրությունը, նախորդ դատական նիստի ժամանակ եմ ես իմ տեսակետը արտահայտել, այս գործը ունեցել է այսպես ասած նախապատմություն, էլի դեռևս խափամամիջոցների քննարկման նիստերում, երբ որ մենք մշտապես հարց ենք բարձրացրել, ինչից վերցրեցիք, որ պարտքը ներվել է եւ ոչ թե զիջվել, մշտապես վկայակոչվեց ստուգման ակտ հասկացողությունը։ Հիմա ի վերջո մենք ուզում ենք այդ ստուգողների կանչենք, ասենք ընկերներ, երբ որ փաստաթղթում կոնկրետ գրած է ոչ թե ներում, այլ զիջում, դուք ինչից ելնելով ստեղ գրեցիք ներմանը վերաբերող տարեր, վերլուծություն կատարեցիք, եկաք եզրահանգման, որ իբր տեղի ունեցել հարկային չարաշահում, եկի տվեցիք դատախազության կամ վարույթ իրականացնող մարմնի ձեռքը, իրանք այդ Սամվել Կարապետյանի ապօրինի մեղադրանք առաջադրեցին։ Ի վերջո գործը ծնվել է հենց տեղից։ Եթե ստուգողները չտային, որ տեղի է ունեցել հարկային չարաշահում, այս գործի մասին խոսքը ընդհանրապես չէր կարող գնալ։ Հետևաբար խոսել, որ այդ մարդկանց վերել հարցաքննելը միգուցե նաև ավելորդություն է, ես գտնում եմ մեղադրանքի կողմի տեսակետը խիստ անընդունելի, քանի որ այս գործի առանցքային ինքը դա է հանդիսանում։ Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ բա ինչ գիտեք, կարող է եւ դե ստուգման ակտը անթույլատրելի ապացույց է ճանաչվում։ Ես համոզմունք ունեմ, որ անգամ այդ պայմաններում այդ մարդկանց պետք է վերենք կանչենք դատարանում հարցաքննենք, փորձենք հասկանալ, եթե փաստաթղթում գրած է պարտքի զիջում, իրանք ինչի են գրել պարտքի ներում եւ մարդկանց ցույց է թյուրիմացության մեջ ու այսքան ժամանակ պարոն Կարապետյանը գտնվում է ակնհայտ ապօրինի, դա ես ինձ թույլ եմ տալի արտահայտելու, ակնհայտ ապօրինի անազատության մեջ, թե բանտային կալանքի ռեժիմով, թե տնային կալանքի ռեժիմով, ի վերջո այդ մարդկանց հարցաքննությամբ հնարավոր դա բարձր եւ նախորդ նիստում եմ ասել, միգուցե այդ մարդիկ գալի ասում են հարգելի դատախազ կամ հարգելի դատարան, այսինչ պաշտոնյան զանգեց եւ մեզ հորդորեց, որ նման ապօրինի ձևակերպում օգտագործենք։ Մենք դիտարկենք, որ դա պարտքի ներում է եւ ոչ թե զիջում, դե բնականաբար եթե ներում է դրանից հարկ առաջանում մարդիկ չեն մուծել։ Հետևաբար հարգելի դատարան շատ կարևորում եմ այս հարցաքննությունը, միևնույն ժամանակ նաև դատարանին խնդրում եմ դատավարության այս փուլում նաև իմ գործընկերներին, հարգարժան մեղադրողին, ինչքան հնարավոր է շուտ թևակողենք հաջորդ դատավարական պրոցեսներ, քանի որ մենք շատ կարևորում ենք վկաների արագ հարցաքննությունը, որպեսզի հնարավոր լինի էլ ավելի փաստարկված եւ հիմնավոր ձևով ներկայացնենք հետագա խափամամիջոցի փոփոխման հարցը։ Անֆերոն, մենք բանասել Երբ որ դուք ասում եք ձեզ իրավունք եք վերականգնում ասել, որ ակնհայտ ապօրինի շտակ եք գտնում կանոն ազատության մեջ, տեսեք, շատ դեպքերում պաշտպաններն ասում են ակնհայտ ապօրինի մեղադրանք։ Ասում են քանի որ նախաքննություն դեռևս ավարտված չի, դատաքննությունը ավարտված չի, դեռ պետք է այդ հարցը պարզել։ Երբ որ անձը նկատմամբ խափանիջոց կանանք կիրառվում, դա դատանի որոշման է կիրառվում։ Դատական ակտի ստուգման եղանակների քրծալուտ Եվ վերջին հաշվով, երբ որ դատական ակտը օրինականության մեջ եւ անձն գտնվում է անազատության մեջ, ասում եմ, որ այդ անազատությունը օրինական է, այնքանով որքանով կա օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտ։ Իսկ երբ որ դուք ասում եք ապօրինի գտնվում կանոնի տակ, նաեւ ասում եք, որ այդ որոշումն է ապօրինի։ Այո։ Չի ստացվում, որ երբ որ դուք ասում եք ակնհայտ ապօրինի որոշում, ակնհայտ ապօրինի դատական ակտ, մի քիչ իրավունքի հետ չի դա իմ համար ակնհայտ ապօրինի ու ես գիտեմ նաև իմ գործընկերների շատերի համար դա ակնհայտ ապօրինի միգուցե առաջացանի դատարանի վերաքննիչի կամ վճռաբեկի դատարանի դատավորների համար դա ակնհայտ ապօրինի չի կամ ապօրինության հետ կապված խնդիր ունի, բայց ես որպես անձի շահերի պաշտպան ես գտնում եմ որ դա ակնհայտ ապօրինի է եւ այդ ակնհայտ ապօրինի լինելու վերաբերյալ մենք մեր դիսկորոշումներ արտահայտում ենք մենք մեր եվրոպական գանգատներում Այսինքն, եթե կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, դա դեռևս ինչ չի զրկում, որ ես ասեմ Հայ պաշտպանյալին օրինական հիմունքներով է պահում անազատության։ Առավել ևս, որ մենք սա համարում ենք քաղաքական հետապնդման կարևորագույն դրսևորման բաղադրիչներից մեկը, այս քրեական գործը քաղաքական կոնտեքստում է կառուցվել։ Հետևաբար, եթե կա վճռաբեկի դատարանի որոշում, դա չի նշանակում, որ մենք գործ ունենք բացարձակ օրինականության։ Խնդրում եմ մեր այս տեսակետը դիտարկել նաև փաստաբանական պաշտպանության կոնտեքստում։